Կարո քեզ են հարցնում։ Ասա ավետ չունեմ այսօր ոչ մեկի։ Ես էլ չունեմ վերկաց հյուրերի դիմավորի։ Չեմ վերկել։ Կարո։ Մաշա մորքուր։ Հաջանի մորքուրի գանձ, ասում ես ոչ մեկի հավեսը չունես, հա? Չէ, ոնց, ես ինչ ես ասում, մորքուր ջան։ Ես չգիտեի, որ դու ես մորքուր ջան։ Ես ոնց կարամ քո հավեսը չունենամ, ես շատ ուրախ եմ, որ դու մեզ հյուր ես եկել։ Դե որ տենց է, Կարո ջան։ Գնա տաքսումիչից ճամպրուկներս բեր, գումարն էլ վճարի, թող վարորդը գնա։ Հեսա բեր։ Մի րոպե ինչ ճամպրուկ։ Կարո ինչ ճամպրուկ։ Ես ինչ իմանամ ինչ ճամպրուկ։ Մորքուր ջան, ինչ ճամպրուկ։ Իմ ճամպրուկները հարսխանում 54 թվականին, որ Կիև էի գնացել, այնտեղից եմ բերել։ Գիտես քանի ժամ հերթ եմ կանգնել, որ այդ երկու ճամպրուկը գնել եմ։ Դե Կարապետ ջան, գնա, թռի, վարորդին վճարի, որ երկար չսպասի։ Հենց հիմա։ Մաշա ջան, բա ինչի՞ս ճամպրուկներով եկել։ Հա, երևի եղբորդ մոտ Մոսկվայից թռնելու եկել ես Կարոին հաջողանես գնաս, չէ։ Չէ, Լիդեչկա ջան, ես ոչ մի տեղ էլ չեմ մեկնելու, եկել եմ, որ ձեզ հետ ապրեմ։ Ոնց մեծ հետ։ Համ գյուղից եմ հոգնել, համ էլ մենակությունից եմ ձանձրացել։ Հա, ինչա, ուրախ չես։ Ոյ, ոնց, ցնծում եմ ուրախությունից։ Լավ Իդա ջան, փաստորեն իմացել է։ Հա, Նախշուն ջան, իմացել է ու ինձնից ու Անուշից նեղացել է, ոչ զանգերից է պատասխանում, ոչ էլ։ Դե լավ, դե ոչինչ, աղջիկա հիմա նեղված է, հետո կանցնի հետներդ նորմալ կխոսա։ Դե իմ հույսը հենց դա է։ Դե լավ, հենց երեխեն խոսա Շուշիի հետ, քեզ ամեն ինչ կասեմ, լավ։ Եղավ Նախշուն ջան, ապրես։ Հա, մամ։ Պարզվում է մենք ճիշտ ենք։ Մարին իմացել է, որ Կարոն իր հերն է։ Բայց այդ ոնց է տիլել։ Կարոն է ասել։ Ոնց։ Ինչի համար է տենց բան արել։ Դե օրերից մի օր պիտի իմանար, չէ։ Դե այդ պարզ է, մամ, բայց Մարին հաստատ չի հարմարվի այս փաստի հետ։ Ավելի լավ է հիմա հարմարվի, քան հետո։ Այսօր չեղավ, վաղը կլինի, վաղը չեղավ, մյուս օրը։ Ինչքան էլ ուզի, չուզի, իր հերն է, պիտի հարմարվի։ Մարին իմանալով մտածում եմ, որ քո ասացի պես չի լինի։ Դե լավ, Շուշի ջան, շատ մի նեղվի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ավելի լավ է հիմա, քան հետո։ Հետո ինչքան մեծան ավելի դժվար է լինելու։ Դե այդ պարզ է, մամ, բայց մտածում եմ, որ Մարին հաստատ չի հարմարվի այդ փաստի հետ։ Շուշի ջան, խոխան չի կարա իր ծնողի հոր վրա բարկացած ու ջղայնացած մնա։ Ախր հայրը արյունով չի որոշում, մամ։ Կարոն ինչ է արել Մարիի համար, որ հայր կոչվի։ Անուշերի կա գնաց գաս, հա, գլուխս պտտվեց։ Տեղս չեմ գտնում, մամ։ Ինչ ես անում։ Մարին եմ զանգում։ Այդքան զանգել ես, պատասխանել է, հիմա էլ չի պատասխանի, իզուր մի զանգի։ Սխալ արեցի, պետք է հետը գնայի, ոչ թե Միքայելին ասեի, որ գնար։ Այդ պահին ամենաճիշտ բանը, որ կարող էիր անել, արել ես։ Մարին թույլ չէր տա, որ դու իր հետ գնայիր։ Իզուր ավելի էր բարկանալու։ Բայց ինչ անեմ, մամ, ոնց կարողանամ հանգիստ նստել, սպասել տեսնել երբ է գալու Մարին։ Ոչ մի բան չես կարող անել։ Պիտի զինվես համբերությամբ ու սպասես, ուզես թե չուզես։ Ինչքան, մամ։ Արդեն քանի ժամ է չկա։ Ոայ Աստված, ես քեզ 1000 անգամ ասեցի։ Այդ Կարոյից երեխուն հեռու պահի։ Դու էլ չէ, մամա երեխան պիտի ճիշտը իմանա։ Իմացել է ճիշտը։ Որովհետև այդպես ճիշտ էր, մամ։ Մարին պետք է իմանար, որ Կարոն իր հայրն է։ Նա դրա իրավունքն ուներ։ Դե եթե ուներ, էլ ինչի ես տենց անհանգստանում։ Նա իմացել է։ Լավ էլի, մամ։ Ես նեղվում եմ Մարիի հոգեվիճակի համար, ոչ թե իմանալ կամ չիմանալու։ Մեկը մյուսով պայմանավորված չի։
Մամ, դու հասկացար ինչ նկատի ունեմ։ Դու էլ գիտես, թե ես ինչ նկատի ունեմ։ Մարիսը։ Հարցես։ Բարև անջան։ Մարիի հետ խոսել եք։ Չէ, զանգերից չի պատասխանում։ Ես զանգել եմ Միքայելին։ Ինչ էր ասում։ Դե որ չանագստանաք, բայց Ինչ բայց։ Էլ ինչ է ասել։ Մարին չի ուզում տուն գա։ Ոնց թե չի ուզում տուն գա։ Կարո ջան, գնայս քո գյուղի ինտելիգենցիային բացատրի, որ իրերը հավաքի ու գնա մեր տնից, որ նորմալ խոսես, կհասկանա, որ ինքը չի կարող երկար մեր տանը մնալ։ Ես չեմ գրած այս բան անեմ։ Կարո, ես քեզ զգուշացրեցի։ Եթե դու չանես, ես կանեմ։ Հիմա դու լուրջ ես ասում։ Հա։ Իպ, այսինքն քո համար մենք այդ կինը կներվի, չի ներվի, այդ կինը տեղ ունի մնալու, չունի։ Քո համար կարևորն է, որ այս տնից գնա։ Հենց տենց։ Բայց միշտ մարդ ես լուրջ եմ ասում։ Միայն այդ կինը մի որոշ ժամանակ որոշել է մեր տանը ապրել։ Ինչ ես այս ծանոթանում չեմ հասկանում։ Ինչ կա դրա մեջ։ Կարո ջան, այն կա, որ ես չեմ պատրաստվում իմ տանը ձեր գյուղի բարեկամներին պահել։ Սա մեր տունն է, հանրակացարան չի։ Այ ապրես, դες դու քո բյանով ասում ես, որ սա մեր տունն է։ Այդ ուրեմն նշանակում է, եթե մեր տունն է, ուրեմն իմ մորքուրի իրավունք ունի մեր տանը ապրելու։ Վերջ չի քննարկվում։ Մորքուրս մնալու է մեր տանը։ Չի կարա տես բան ինի, Կարո ջան։ Դու քիչ էիր մի հատ էլ մորքուրդ։ Տես լավ չի։ Զանգի տես, այն հուսիկ քերուտ էլ կանչի, թող թորներին հավաքի գամ միանա խրախճանքին, ինչ ա եղել, բոլորս միասին կապրենք։ Տեսնում ես ոչ հավեսունա, ոչ սիրտերի դու շարունակում ես Լիզա։ Հա, շարունակում եմ, որովհետև ինձ քո բարեկամներից ոչ ոք չի հետաքրքրում։ Ու ես չեմ պատրաստվում ապրել իրանց հետ։ Խելոք ես, լավ է, ապրես։ Երբեք նման բան չլինելու Կարո։ Դա մտ հանգստացի ու հարմարվի։ Մաշա մորքուրս մնալու է այստեղ, վերջ։ Ոնց ուզում ես հարմարվի։ Ես չեմ ավարտել դեռ։ Ունեք ես որ նաև դու դժվար է ավարտես։ Ինձ մաքուրոտ է պետք հասկանում, ես աղջիկ չեմ։ Բա ես էլ եմ այդ ասում, մորքրիդ վերցրու գնացեք գյուղ, օդը մաքուր, ջուրը զուլալ, դպրոցում էլ կդասավանդես գյուղ, ինչ ա եղել։ Մորքուրս մնալու է այստեղ, ու այդ խնդրանք չի, այդ պահանջ է։ Այսինքն ինձ Էրիկով է սպառնում։ Չէ, ես քեզ 1000 անգամ ասել եմ, ես երեխեքիս չեմ խառնում այսպես խոսակցությունների մեջ։ Ես երեխեքից չեմ խառնում։ Իբր չհասկացա ակնարկներդ։ Լիդիա, Կարապետ, մեկն ու մեկը տեկեք տեսեք ես իմ սենյակի հեռուստացույցի ձայնը ինչի չի բարձրանում։ Հարս խանու, Կարապետ, ձեզ հետ եմ վայ, չեք լսում։ Մոտավորապես պատկերացնում ես, չէ՞ որ բարձրացա մորքրիդ ինչ կանեմ։ Բա ուր ա գնալու, որ չի ուզում տուն գա։ Չգիտեմ, Չեսպես չի կարող շարունակվել։ Ես հենց հիմա կզանգեմ Միքայելին, կիմանամ որտեղ են կգնամ Մարիի հետևից։ Անուշ պետք չի շտապել, հա։ Հիմա կարելի է Մարիի դրության մեջ մտնել։ Նորմալ է, որ չի ուզում տուն գա։ Ոչ մի նորմալ բան էլ չկա։ Մարին հիմա պետք է տանը լիներ, որպեսզի կարողանայինք հանգիստ խոսել։ Ես կարողանայի նրան ամեն ինչ բացատրել։ Խնդրից փախչելով մենք ոչ մի լավ տեղ չենք հասնի։ Իսկ եթե ամեն ինչ այդքան հեշտ չլինի, ոնց դու ես պատկերացնում։ Իսկ եթե Մարին քեզ նեղացնի, հիմա իր մոտ ամեն ինչ գլխի վար շուռ է եկել, հասկանում ես։ Գիտեմ, հասկանում եմ, բայց մարդ հենց ամենավատ ժամանակ պետք է հարազատների կողքին լինի։ Ինչ։ Էլ ինչ որ բան կա, որ ուզում ես ասել, չես ասում։ Ուղղակի չգիտեմ ասածս ոնց կընդունես։ Մարին հիմա մտածում է, որ իր հարազատները իրան խաբել են։ Մարիս նման բան չի ասում։ Քեզ Միքայելն է նման բան ասել։ Անուշ ուղղակի
պետք է մի քիչ համբերատար լինել, մի քիչ Մարիին ժամանակ տալ, ու ինքը կամաց կհաշտվի իրականության հետ։ Իրականությունն այն է, որ Մարին Կարոյին տանել չի կարողանում։ Մարիի ու Կարոյի հարաբերություններով թող Կարոն զբաղվի, դու գործ չունես։ Ճշմարտությունն այն է, որ Մարին իմ պատճառով է այս վիճակում, ժամանակին իմ սխալ կայացրած որոշման պատճառով։ Կներեք, հատիկ, խոսել ես։ Հա, չեմ մոռացել, հա, մի քիչ հետո դուրս եմ գալու կզանգեմ։ Շտապում ես, կներես գործերիցդ կտրեցի։ Մի հատ կարևոր գործ կա, ես գնամ, հետո կխոսենք, գնամ Շուշանում, հա։ Ջևան ջան, մինչև մի բաժակ սուրճ իմ Անուշի հետ չխմես, ես քեզ ոչ միտեղ չեմ թողնի գնաց։ Մեծ սիրով մենակ խնդրում եմ մեծ բաժակով էլի տիկինի դա։ Այսօր ամբողջ օր ինձ սուրճ տվող չի եղել։ Հիմա կբերեմ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ես ինչի չի վերցնում։ Այ քեզ բան։ Քանի անգամ չեմ կարողանում միանամ արդեն, մի բան եղած չլինի։ Չեղավ։ Եթե Սիմոնյանը մինչև իրիկուն չի պատասխանում, ուրեմն մի բան են չի։ Վայ աստված։ Թորոս թե ասա, ուրիշ մտածելու բան չունես, իմ էլ Սիմոնյանի դարդեն ես, վայ։ Ուֆ։ Գնամ սուրճս խմեմ։ Սեմ կարողա չգամ։ Չէ, հա, փողի անունը լսել վազելով են գալու։ Բայց կարող են լակոտը մեր մոտից գնալուց հետո զգուշացրածն իրենց։ Գեղուրիկը։ Հա։ Չէ, կվախեն արտիկ։ Հետո այս պայն իր միակ փրկությունը մենք ենք։ Ոնցով իրանք են, հա։ Հա։ Զարազես։ Բարև, բայց ոնց որ տեղը չբերեցի, ծանոթ ենք։ Չէ, ծանոթ չենք։ Դե ուրեմն ձեր ճամփա բեղեք, մենք մարդ ենք սպասում։ Այդ մարդը չի գալու։ Այսինքն, դու ինչ գիտես, մենք ու մենք սպասում, ինչի համար ենք սպասում։ Ասում եմ Գևորիկը չի գալու, մենք ենք իր տեղը եկել։ Դե ուրեմն, ինչ որ ինքը մեզ պիտի տա տվեք, որովհետև մենք վռազ ենք։ Բա դրա համար էս տեղ ենք։ Հիմա փողը տանք տանեք ձեր տերերի հետ ծանոթացնեք, թե գնանք ընդեղ իրանց հետ հախու հաշիվանենք։ Թռանք։ Ինչ եք ուզում ինձանից, բաց թողեք։ Հանգիստոցի գարա, հանգիստ նրա տեղը։ Հանգիստ։ Բայլի։ Ձեր ոչ մի տեղ էլ չեմ գա։ Թողեք ինձ։ Ուղեկի բան, ձեր ոչ մի տեղ էլ չեմ գա։ Դու գալով չի արան նստի։ Ինչ ես զանգել Կարո։ Անուշ, ես զանգել եմ, որ
Երևի արածիդ հետևանքների մասին ես ուզում իմանալ։ Տենց մի բան։ Մարին ոնց է։ Չգիտեմ, Կարո։ Եվ գիտես ինչու։ Որովհետև քո պատճառով Մարին չի ուզում ինձ տեսնել, չի ուզում տուն գալ։ Անուշ, ես էլ դու էլ գիտեինք, որ այսօրը գալու էր։ Ինչի դու նորից հայտնվեցիր ու ամեն ինչ քանդեցիր, կասես։ Ես մենակ մի բան գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կտեսնես, ես քեզ խոստանում եմ։ Ինչու ես զանգել։ Զանգել եմ Մարիից իմանամ, ոնց է։ Մարին տանը չէ։ Միքայելի հետ է, ուրիշ ոչինչ չգիտեմ։ Անուշ, եթե ինչ-որ բանի կարիք կունենաք, ես պատրաստ եմ օգնելու։ Եթե ինչ-որ բան պետք լինի զանգի։ Էլի եմ ասում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ես ուղղակի փողերը հավաքելուց Արտաշի հետ գնում եմ, որ մենակ չլինի։ Սուտ ես խոսում։ Չէ, հորս արև չէ, ոնց կա սաղը տենց ասում եմ տղերք։ Մենակ թողեք գնամ, էլի։ Սկզբից կտանես մեզ տերերիդ հետ կծանոթացնես, հետո նոր կգնաս։ Նենցա որ մեզ էլ չի դզում որ ստեղ ես, հազիվ եմ ինձ զսպում որ գլոխը չծխեմ։ Բայց ինչ եմ արել ես։ Արա մարդկային կյանքեր ես կործանում, չես ջոգում այ ուռոտ։ Ոնց չի ջոգում այ ախպեր։ Ուղղակի արդեն հեշտ փող աշխատելու ձևը սովորել են, համընկելա բերանները, ասես մարդկային սաղ որակները կորցրել են։ Դավայ խոսա, միջև չասես մեզ ինչ պետք է, դու ստեղ չես գնալու։ Բայց ինչ եք անելու իմ հետ։ Ինչ եք ուզում ինձնից։ Էն ինչ պատերազմի դաշտում ենք անում թշնամու հետ։ Իրանք դրսից են քանդում, դու քո նմանները ներսից։ Երկուսդ էլ նույն ճակատագին եք արժանի։ Չէ, էլի պետք չի։ Ինձ ձեռք մի տվեք։ Ինչ պետքա կասեմ, ինչ պետքա մանրամասն կասեմ։ Մենակ խնդրում եմ, ինձ ձեռք մի տվեք։ Հանգստացի, Արամիկ, վայրեն չենք։ Բայց կարան կլնենք, եթե չխոսաս։ Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ես ուղղակի միշտ փողերը հավաքելուց Արտաշի հետ գնում եմ, որ մենակ չլինի։ Ես չկամ դրա մեջ, ես ապրանք չեմ ցրում։ Բա ով կա, դու գիտես Արտաշի հետ ով է կայնած։ Հա, ես գիտեմ ով այդ գործի գլխին կանգնած, կասեմ։ Էլ ինչ գիտես խոսա։ Իրանց տեղն էլ գիտեմ։ Գիտեմ հիմա ուր են։ Խոսա արա, բարերը հաթաթիպ էինիցը տանենք։ Եթե ուզում եք, կարամ տանեմ ցույց տամ։ Զանգեմ տղեկին։ Հա, ասա թո պատրաստել են։ Լավ։ Իսկ դու ասա տենամ ուր են գնալու։ Մարս վերկաց տուն գնանք, որովհետև հեսա մութն էլ կընկնի, արդեն սրտում է ամեր։ Ես չեմ էլ զգում։ Որ դու չես մրսում։ Եթե տենց անհանգստանում ես մրսելուս համար, արի գնանք տուն ուրեմն։ Շատ եմ անհանգստանում, բայց արդեն ասել եմ չեմ գնա տուն։ Մար լավ ստեղ նստելով ինչ ենք փոխելու, կարող է դուրսը պատի գիշեր ենք։ Եթե դու ուզում ես գնա, ես չեմ նեղանա։ Քժվեցիր աղջիկ ջան, ես ուր կգնամ առանց քեզ։ Ուրեմն ընդունի որոշումս։ Ախր ուր է այդտեղ որոշում այ Մարի ջան։ Անիմաստ լուծում է այս եթե հարցի համար։ Դուրսը մնալով ոչ մի բան չենք փոխելու։ Միջգոնե դու մի նեղացրու ինձ։ Ախր մեր տուն գնալն էլ տարբերակ չի է, որ առաջարկեմ։ Լսի, կարող Շուշինս տունը մնաս այսօր։ Չէ, որ գնամ Շուշինս տուն, հաստատ մամային գալու են այնտեղ։ Իսկ որ ստեղ մնանք Մարի ջան, ոչ միայն մամատ է գալու, այլ նաև ոստիկանություն։ Միշտ անհեթեթ բաներ ես ասում։ Մար ախր դու քո աչքով տեսար քանի հոգի ինձ զանգես կամ քեզ քանի հոգի է զանգել։ Բոլորն էլ անհանգստանում են, հաստատ գալու են քո հետևից։ Նես որ նորից եմ ասում, Մարս, դրսում մնալը լուծում չի հարցի։ Ուղղակի ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ։ Մարս, ես շատ լավ հասկանում եմ, որ պետքան էլ լավ վիճակ չի, ոչ մեկի դեմքը չես ուզում տենաս, ուզում ես մնաս մենակ քո մտքերի հետ։
բայց չենք կարա դուրս մնանք մար։ Լավ։ Կգնամ Շուշյանց տուն։ Ապրես, դե եկած գնալ։ Այ Միշո ջան, վերցրու տնամ երեխես ոնց, հայ տղավայ։ Ես եմ ստեղ։ Բարև Միշ։ Շուշ ջան։ Քիչ եմ ունում ես։ Հայ, իհարկե, այդ հարցը որ տալիս եք ներս եկեք։ Խոխեք ջան, ես դուք էլ եկեք, է։ Ինչ կա, ոնց եք։ Լավ։ Ոչինչ, նախշում քուրիկ ջան։ Դե համեցեք նստեք մի համով բան սարքեմ։ Նախշում քուրիկ կներեք ես չեմ կարա մնամ, բայց կխնդրեմ Մարին, եթե կարաք համոզեք մի բան թողոտի, էլի այսօր ոչ մի բան չի կերել։ Համոզելը ո՞րն է։ Մեր տանը չեն համոզում, պարտադրում են, համոզում, պարտադրում։ Դե տեղավորվեք գալիս եմ։ Հարս գնացի։ Պակա։ Ես կճանապարհեմ։ Ոնց է։ Ահա որ վիճակը Շուշ ջան։ Ոչ մի բանի մասին ոչ ուզում ախոսա, ոչ լսի, ինձև եմ համոզել որ գա ձեր տուն։ Լավ ես արել, որ համոզել ես ու բերել ես։ Հա, Շուշ ջան։ Դե լավ կնայես Մարին։ Անպայման մամայի ձեռքը որ ընկել է համ կուտի, համ էլ կխմի։ Այդ բավ հանգիստ եմ։ Բայց գիտես չէ Շուշ, մտքից ընդհանրապես դուրս չի գալիս այս թեմաները։ Անընդհատ ես փորձում եմ իր մտքերը ցելեմ մի քիչ շեղեմ, բայց մեկը մտքերով միշտ կարողի հետ է։ Ես քեզ հասկացա, ես Մարիի մասին հոգ կտանեմ։ Դե ես էլ ուրեմն Տիկին Արաշեցյանի կտեղեկացնեմ, որ ձեր տուն եկել։ Երանի Երիկը ստեղ լիներ։ Դե հա որ Երիկը ստեղ լիներ, ինձ էլ է թվում, որ ավելի հեշտ կհամակերպվեր Մարին, կօգներ Երիկը։ Դե գնամ ես Շուշ ջան։ Հա, պակա։ Ներսես ողջույն։ Ողջույն բոլոր ժամանակների իմ ամենասեր կին։ Դու չես պատկերացնի, քո այդ խոսքերից սիրտս դուրս է թռչում տեղից եւ կարծես ուզում է գա քեզ հետ միանալու։ Չէ, պետք չի սիրուն ջան, պետք չի։ Թող քո սիրտը իր տեղում մնա։ Ես ինքս կգամ քեզ մոտ, իմ ռիմա, ինքս։ Երբ եմ քեզ վերջապես տեսնելու։ Շուտով, շատ շուտով կհանդիպենք ռիմա ջան։ Իսկ ինչու այս ժամին դեռ քնած չես։ Շատ աշխատում ես, քիչ քնում, այդպես չի կարելի։ Ճիշտ ասած պարկել էի, որ քնեի, բայց դե քունես չի տանում։ Ինչու անհանգստացնող մտքեր կային, թե իմ մասին էիր մտածում։ Քո մասին անհանգստացնող մտքեր էին կուտակվել գլխիս մեջ։ Ուզեցի անհապաղ խոսեմ քեզ հետ։ Ինչ է պատահել Ներսես։ Ձայնիդ մեջ տագնապ նկատեցի ու դա ինձ վախեցնում է։ Պետք չի վախենալ Ռիմա ջան, ուղղակի քեզ պետք է խնդրեմ, որ մի շատ անկեղծ հարցի պատասխանես։ Իհարկե, ասա սիրելիս։ Ինչի՞ չէիր ասում, որ Կարոյին աշխատանք ես ընդունել։ Ախ, սիրելի Ներսես, ես գիտեի։ Մարմնիս ամբողջ բջիջներով ես զգում էի, որ դու տալու ես ինձ այդ հարցը։ Դե ասա իմանան, ինչու չէիր ասում։ Անկեղծ կլինեմ քեզ հետ եւ կասեմ ճշմարտությունը։ Ես մտածում էի Լիդիայի մասին։ Դրա համար էլ ընդունեցի Կարոյին։
Իսկ ես չէի ուզում ասել, որովհետև դու եթե իմանայիր կբարկանայիր եւ կուզենայիր, որ ես հեռացնեմ նրան դպրոցից։ Իսկ հասկանում ես, ներսես Կարոն այդքան էլ վատը չէ։ Նա հրաշալի կոլեգա է, լավ ուսուցիչ։ Ես չգիտեմ նա տանը ինչպիսին է, բայց դպրոցում նա իրեն շատ լավ է դրսևորում։ Դրա համար պիտի խնդրեմ, որ դու իմ առջև նման պահանջ չդնես։ Եվ հանուն ինձ, եւ հանուն քո թորնիկի սիրելի ներսես։ Շեֆ ջան, ինչ լավ է որ եկար։ Ասում եմ այն սառույցի ապարատը չի աշխատում, կարող է որ համար լինի զանգենգան վերանորոգեն։ Կարող է, բայց այսօր չի Արմեն ջան։ Այսօր ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ լավ ես։ Դու ավելի լավ այս մի հատ բան լսու խմեմ էլի։ Հարց չկա, բայց ինչ որ բան ա եղել, հա, քեզ նման չես։ Արմեն դու ես մտածում, որ ես էգոիստ եմ։ Դե շեֆ ջան, ոնց ասեմ, որ չնեղանաս ինձանից։ Ճիշտ է ասա, չեմ նեղանա։ Այն ժամանակ հա, տենց էի մտածում։ Բայց հենց սկսեցի մոտիկից ճանաչել քեզ, կարծիքս լրիվ փոխվեց։ Ինչի համար ես հարցնում։ Չլինի Մարին բանը ասել ու նեղվել ես դրանից։ Չէ, այս անգամ Մարին բան չի ասել։ Ինչ կա ես եմ ասել։ Ինձ էլ ասում որ էգոիստ եմ։ Որ երեխուն ասել եմ, առանց հասկանալու, առանց մտածելու, որ երեխան իմ ասածներից կտանջվի, կնեղվի։ Ոնց։ Շեֆ, այսինքն Մարին գիտի, հա, արդեն ասել ես իան։ Ամեն այդ բային, որ նայում է երեխու աչքերին, մենակ ատելություն էի տեսնում։ Երեխես ինձ ատում է, որ ատելությունը սահմաններ չունի։ Ես չեմ համոզվում, որ ինձ մի օր ներելու է, մի օր ընդունի։ Դե տենց մի ասա, շեֆ ջան։ Ինչի տենց բաներն է հարթվել ու գնացել։ Ինձ թվում է մի քիչ ժամանակ ու համբերություն պետք է։ Ես պատկերացնում եմ հիմա Մարի վիճակը։ Մենցիկից նեղացել է, դու չի գնացել։ Ոտ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Մենակ ես։ Ինչն է Արտաշի շեֆը։ Որ մեկը։ Այն մեջտեղին է։ Եղա վապս։ Չի վերցնում շեֆ ջան։ Հույս հիմա դժվար է վերցնի այսօր։ Գոնե պատասխաներ, գոնե ձենելս էի հասկանայի ոնց է։ Դե ոնց պետք է լինի շեֆ ջան։ Հաստատ անտրամադիր է, ընկճված, կյանքից հիասթափված։ Դե բայց վստահ եմ ես, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ամեն ասում կարող է պետք է չասեի, հա։ Պետք է մի քիչ համբերեի։ Դեռ շուտ էր։ Շեֆ ջան, ոնց չեմ սիրում ես այդ կարողա բառը։ Դե հա, ամեն ինչ կարող է։ Բայց ու հիմա պետք է սպասես, զինվես համբերությամբ ու սպասես։ Մինչև Մարին կհանդարտվի, խոսեք, կզրուցեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Չգիտեմ,
մտքերից քիչ ամնում գլուխս տրակի։ Ադիլացու։ Չէ, չեմ լսնելու։ Կներես, շեֆ ջան, չեմ լսնելու։ Արմեն ասում է ադիլացու։ Բայց վերջինն է, շեֆ։ Լցրու։ Էլեսո չեմ զանգի, մեկա չի վերցնելու։ Բաղը կփորձեմ զանգեմ կապի դուրս գամ։ Դե բան չեմ ասելու։ Ցույց չեմ տա, որ գիտեմ թեմայից, բայց եթե մարդ ես ինքը խոսած այս թեմայով, կներես, բայց ինչ մտածում եմ, դա էլ ասելու եմ։ Ինչ ես ասելու։ Կասեմ, որ դու ոչ առաջինն ես ու ոչ էլ վերջինը։ Ու պետք չի դրամա սարքել։ Պետք է այս ամեն ինչը ուրիշ տեսանկյունից նայել։ Պետք է հասկանալ։ Պետք է վերջապես գիտակցել, որ դու գտել ես քո օրը։ Հենց այդքան բան ասացիր, հետո թարապետ չի շփվել։ Այդ չեմ ասում, որ կդառնաս հաշկի գրողը։ Դե շեֆ ջան, մի անգամից չեմ ասելու։ Ուրիշների վրա օրինակները բերելով խոսքը սերվից կգամ տեղ կհասնեմ։ Գիտես ինչ, շեֆ ջան։ Ես համ Մարին եմ սիրում, համ էլ քեզ։ Ու հաստատ չեմ թողնի, որ ոչ դու տխրես ու ոչ էլ Մարին։ Ու ինձանից ինչ հասնում է, ես կանեմ ամեն ինչ, որ լավ լինի։ Մինչև Մարին չցանկանա լավ լինի, ոչ մեկ էլ ոչ մի բան չի կարա փոխի Արմեն։ Իսկ երեխես իմ ամենը չի ուզում լսի, դու հասկանում ես։ Հասկանում։ Դե բայց տենց էլ մի մտածի, շեֆ ջան։ Ինձ թվում է, որ ես թեմայի շուրջ Մարի կողքը սկսեմ նուրբ վերաբերվել, նուրբ խոսել, միջի սառույցը կհավի։ Դե հետո, շեֆ ջան, ո Մարին Սարգսյան քեզ չի ատել, օրերից մի օր պետք է սիրի, թե չէ։ Ինչ ես ասում, ինձ սիրել։ Մարին ինչ ուզում էր ես ստեսնի, դու ասում ես սիրել։ Ես մենակ մի բան եմ ասում, երեխես ինձ ների, մենակ ների։ Այդ օրնա կգա, շեֆ ջան, չմտածես։ Գիտեմ, Գևորգի համար եք ստե։ Բայց ասեմ, իզուր։ Ինչի մենակ Գևորգի։ Դու լը չես պատկերացնում, է շատ ծավալուն խոսակցություն է սպասվում։ Դե տիկին Լիդիան ինչ սիրում է, ինչ կարգադրում է, դա էլ պատրաստում եմ։ Սրանից հետո իրան չլսես։ Խոհանոցային հարցերը իմ հետ։ Հիմա տարես աղբթափի ու արիտես ես էստանալկան յուղով ու ձվով ինչ համեղ նախաճաշ եմ պատրաստում, մատները թետը կուտես։ Պաստորեն հենց ստացվում, որ քո ընկեր Էրոն ու Մարին քուրու աղբեր են։ Ախր հասկանում ես, ոնց է տենց հնարավոր, այսքան տարի չիմանամ ով է իմ պապան ու հանկարծ իմանամ, որ այդ մոնստրը իմ պապան է։ Չզարմացար, որ ասեցի։ Դու շատ լավ գիտեիր, որ հեշտ չի լինելու։ Դու այսօր աչքի տակ ունեիր ու գիտեիր, որ այսպես էր լինելու։ Շուշի, Էրիկը քեզ չի ասել, չէ, որ Կարոնին պապան է։ Դու չես իմացել, չէ՞ այդ մասին։ Մարի, ես